Արմենակ Դանելյան։ Ուրեմն նախ միջև հարցին անդրադառնալը մի հատ բան ասեմ, էլի, այդ 2018 թվականին պարոն Ավինյան, այդքան որ համեմատություն եք անում, հղում եք անում, հավատացեք մարդկանց հոգնեցրել է, էլի արդեն։ Դուք արդեն 6 տարի իշխանություն եք, բավական է, էլի, այդ 2018 թվականին անդրադառնաք։ Ես էլ ուրիշ բան կասեմ, 2018 թվականին մենք 42,000 կիլոմետրանոց հայրենիք ունեինք, որը այսօր չունենք, 29,000 կա թե չկա։ Հիմա բուն հարցս։ Հետիոտնային անցումների մասով, ուրեմն կառուցման եւ վերանորոգման համար նախատեսված ա եղել 157 միլիոն, բայց ծախսվել է 59 միլիոնի։ Հիմա այստեղ նույնը կարամ ասեմ նորից այդ ռոռոկման ցանցերի հետ կապված, նախատեսված ա եղել 678 միլիոն, ծախսվել է 337 միլիոն։ Միտեղ 50% ա, միտեղ 38% ա կատարվել։ Հիմա սա ինչ է, սխալ պլանավորման արդյունք, թե թերակատարման արդյունք։ Սիմոն Դանելյան, երբ որ որևէ տեսակի աշխատանք կամ հաշվետվություն է, մասնավորապես բյուջեի հաշվետվությունը ներկայացվում, համեմատություններն անխուսափելի են։ Եվ համեմատությունները հիմնականում արվում են նախորդ տարիների համեմատ եւ այդտեղ որևէ ենթատեքստ իմ ասածը չուներ, այսինքն համեմատում ենք, ասում ենք 2018 թվականին այսքան ա եղել եկամուտները, այսքան ա եղել կատարողականը, 19 թվականին այսքան ա եղել եկամուտները, այսքան ա եղել կատարողականը, 23 թվականին եղել է ռեկորդային բարձր ցուցանիշ եկամուտների եւ ռեկորդային բարձր ցուցանիշ կատարողականի, որը միասին համադրելով ակնհայտ է դարձնում, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականին բացառիկ ծավալով աշխատանք է իրականացրել։ Այսինքն օրինակի համար 21 միլիարդ դրամի կատարողականը, երբ որ ենթադրենք 65%, այսինքն 21 միլիարդի 65%-ն է կատարվել 18 թվականին եւ 2023 թվականին 50 միլիարդի կատարողականը 90%-ն, այսինքն 50 միլիարդի 90%-ն է։ Ակնհայտ է, չէ՞ որ այդտեղ ահռելի մեծ տարբերություն կա։ Այս այսպես ասած պարզաբանումներ իրականացվում, թե ընդհանուր ծրագրերի մեջ իրականացման մեջ ինչպիսի առաջընթաց ունենք եւ այդտեղ որևէ քաղաքական այլ ենթատեքստ չկար։ Մնացածի մասով դուք արդեն ոնց որ կրկնվող հարցերն եք տալիս եւ կարծում եմ այդտեղ էլի անդրադառնալու հավելյալ կարիք չկա, որովհետեւ նախորդիվ եթե լսել եք այդ հարցերը տրվել են, ստացել են պատասխաններ։ Արձագանք։ Այդ ենթատեքստի մասով դուք ենթատեքստ ասում եք, բայց հենց լավ էլ ուղիղ ասում եք այդ ենթատեքստը։ Իսկ ինչ վերաբերում է հարցերից, չէ, պատասխանը չի հնչել իմ հարցերը, ես հետիոտնային անցումների մասով հարց ասեցի, որը պատասխանը չի հնչել, բանը ռոռոկման ցանցի մասով միգուցե, բայց իմ հարցը լրիվ ուրիշ բան իմացներ։ Ես ասում եմ, նախատեսվել է 678 միլիոն, ծախսվել է 337 միլիոն եւ նախատեսվել է 157 միլիոն, ծախսվել է 59 միլիոն, այսինքն 38% է կատարվել կամ առաջի դեպքում 49% է կատարվել։ Ինչու՞մն է պատճառը, որ այս թերակատարվել է, այսինքն թերակատարվել է կամ սխալ պլանավորվել է, թե թերակատարել են կատարողները։ Եվ մի անգամից հավելյալ մի հատ բան էլ ասեմ, ուրեմն 360 միլիոն հատկացվել է Parking City-ին։ Ինչի համար է այս գումարը հատկացվել Parking City-ին, որովհետև 360 միլիոն դա մոտավորապես օրական 1 միլիոն է անում։ Ասենք 1 միլիոն գումար հատկացվել է օրական Parking City-ին, որ ինչ արվի։ Ինչ վերաբերվում է տարբերություններին գումարների, նշեմ, որ առանձին կետով պետք է հիմա նայենք, այո, այդտեղ կարող է լինի թե տնտեսում, թե, չգիտեմ, կարող է ուսումնասիրենք, տեսնենք անցումային ծրագիր էլ կա, հիմա հստակ չեմ կարող այս պահին ասել, այնտեղ գործընկերները ինձ հուշում են, որ համ դա կա, համ էլ նա կա, համ անցումային ծրագիր կա այդ մասով, համ էլ մրցույթների ընթացքում տնտեսումները առաջացել։ Ինչ վերաբերում է պարկինգի մասին, պարկինգը 360 միլիոն, դա ամսական 30 միլիոն տրամադրում ենք Parking City ՓԲ-ին պահպանման ծախսի համար, քանի որ գանձված պարկինգից գանձված գումարները գալիս են ուղիղ Երևանի բյուջե։